նամակ ինձ ու քեզ։ Երբ անտեսանելի ու անխուսափելի ինքնաթիռը կկանգնի քո գլխավերևում եւ առանց հարցնել քեզ կթռցնի այնտեղ, որտեղից եկել ես, հիշիր, որ լույսեր նվիրել դու կարող ես։ Վերջին անգամ երբ ես զգացել նվիրելու ճգնաղ բերկրանքը, իսկ երբ ես փորձել ծաղիկ նվիրել ինչ-որ մեկին, առանց պոկելու այն, մտքում նվիրել, լռության մեջ, ուղղակի, անսպասելի։ Իսկ մտածել ես ծաղիկին ուզածդ գույնը տալ, բույրը, իմաստը տալ ու նոր նվիրել։ Իսկ ինչու ինչ-որ բան վերցնել, ինչ-որ մեկից, ինչ-որ տեղից, որպեսի նվիրես, առանց վերցնել նվիրելուն դու ծանոթ ես։ Իսկ երբևէ հենց ծաղիկին մի բան նվիրել ես։ Երկնքում ճախրող հրեշտակներին թռչունի տեսքով մի բան նվիրել ես, իսկ գոնե մեկ անգամ անսպասելի մարդուն սիրել ու գրկել ես։ Ինչ որ բան արել ես առանց վերցնելու ակնկալիքի, իսկ ինչին դու կարող ես սպասել։ Իսկ ինչը կարող է քեզ պետք լինել, եթե արդեն ամբողջն ես, անկախ նրանից գիտակցում ես դա թե ոչ։ Ինչը կարող է քեզ լրացուցիչ երջանկացնել, եթե ոչ ծնունդ ունես, ոչ մահ։ Ինչը կարող է քեզ դուր գալ կամ չգալ, եթե ամենուր միայն քո իսկ դրսևորումներն են։ Ինչը կարող է քեզ տխրեցնել կամ ուրախացնել, եթե քեզ ոչինչ չի դիպչում։ Ինչու չապրել նվիրելու համար, ինչու չփորձել, ինչու չտեսնել, որ ամեն բանի սկիզբը քեզ մոտ է արդեն։ Լույսն ես կրում քո մեջ, ամենասկիզբը ամենի։ Հիշիր, գտիր, զգա, հասկացիր ով ես դու։ Մոտեցիր գրկիր կանաչ գեղեցկուհիներին, ծառերին, լույս տուր, որ բարձրանան, դու դա կարող ես։ Հողը գրկիր, զգա ինչքան ունի քո տաքության կարիքը, տես, որ մենակ արևը բավարար չէ, երկինքը լույսերով է լուսավոր, լույս տարածիր երկինք։ Մարդկությանը նայիր, մոլորվել են անսեր սիրո օվկիանում, ծովում ջուր են փնտրում կուրացած ու անզգայացած, ծարավ են բոլորը, յուրաքանչյուրի աչքերում փնտրտուք է, վախ, խոցելիություն, անբավարարվածություն։ Բոլորի մտքում մի բան ավել վերցնելն է, ունենալն է, կարողանալն է, չսխալվելու վախն է, մենակության վախն է, չընդունված լինելու վախը, չսիրված լինելու վախը։ Իսկ ով գրկի նրանց առանց մեղադրանք, իսկ ով հասկանա նրանց առանց պահանջների, իսկ ով սփոփի նրանց, իսկ ով սիրի ուղղակի, հենց այնպես, իսկ ով սիրի նրա համար, որ կան, որ շնչում են, որ պետք են այս կյանքին, հակառակ դեպքում չէին լինի։ Վերցնել բոլորն էլ կարող են, դու նվիրում եղիր, լուռ, անխոս, անաղմուկ, կարեկցանքը եղիր, լույսեր չկան, վառիր, դու, որ մութը սիրում ես նույնքան, որքան լույսը, դու, որ գիտես, որ ոչ կյանքն է լավ կամ վատ, ոչ մահը, դու, որ գիտես, որ ատելությունն ու վախը սիրո պակասն են ընդամենը, դու, որ լավի ու վատի մասին կարծիքից ազատ ես, դու, որ ամբողջն ես քո մեջ կրում, դու, որ ոչ մի կողմը կյանքի չես մերժում, չես բացառում, դու, որ հասկանում ես, որ ամեն մարդ իր իրականության մեջ է ապրում, կարծելով, թե դա է իսկական իրականությունը, դու, որ գիտես, որ քո մասին երազ ես տեսնում, որ դու էլ ինչպես մեր կապույտ մոլորակը երազ ես, դու, որ այդ երազի հետ հաշտվելու կամ չհաշտվելու խնդրից վեր ես, դու կարող ես գրկել եւ այս անհանգիստ քնի մեջ, որ կյանք է կոչվում, օրորել մեր կապույտ մոլորակը։ Դու զգացել ես մեր արեգակնային համակարգի ամենաչքնաղի, ամենասիրունի, մեր երկիր մոլորակի ցավը, այլևս չկարողանալու հեվոցը, դու զգացել ես։ Շտապիր, աներևույթ ինքնաթիռը սպասում է քեզ եւ գուցե ժամանակ էլ չկա։ Գուցե տուն գնալուց հետո նկատես, որ այնինչ տարել է իր հետդ կապույտին նվիրելու, ետ ես բերել տուն։ Այնինչ տանը դրա կարիքն անգամ չկա։ Որ մի ծիլ, շատ փոքրիկ, ուներ քո լույսի կարիքը, բայց դու չհասցրեցիր նրան օրորել, սեր տալ ու խնայել, սեր տալ ու տվածով երջանկանալ, առանց այլ սպասելիքի։ Եվ դու պատրաստ ես տուն գնալուց հետո նորից վերադառնալ, որպեսզի նորից խաղաս օրորման խաղը։ Գուցե տուն գնալուց հետո հանկարծ նկատես, որ ընդամենը մի օրոր չես օրորել, մի հոգու մոռացել ես գրկել, իսկ ինչու սպասել նորիցին, իսկ ինչպես չգոռալ հենց հիմա ու շռայլել հոգուտ երազանքը, սեր տարածել աշխարհին։ Դու գիտես այս երազի գաղտնիքն արդեն, այս երգի իմաստը։
Քո առաքելությունը այլևս նվիրելն է։ Քո լույսի կարիքը ունի քարը, թուփը, մարդը, քամին։ Դու կարող ես։ Ես քեզ հետ եմ։